մեր կարի արեստանոցն է։ Տեսեք շապիկել ենք կարել։ Պատիժը կշարունակի կանանց գաղութում, թե անմեղ կճանաչվի ու տուն կգնա։ Ավելի քան 3 տարի Աբովյան քրեակատարողական հիմնարկում գտնվող Գայանեն, որի անունը նրա խնդրանքով փոխել ենք, այս հարցի պատասխանը կստանա, երբ դատարանը վճիռ կայացնի։ Իսկ մինչ այդ նա կմնա բանտում, կալանավորի կարգավիճակում։ Իսկ կալանավորների պայմաններն ավելի խիստ են։ Ի տարբերություն դատապարտյալների, նրանք մի քանի հոգով 12-ից 13 քառակուսի մետրանոց խցերում են ապրում։ Խցային պայմաններում եմ ես մեկուսարանում։ Խցային պայմանները մի քիչ ավելի կմեծացնեի, որ ավելի ազատ, որովհետև քան գնալով որ տարիներ շատ երկար ես մնում, այդ փակը սկսում է քեզ ճնշել։ Կալանավորված կանայք գաղութի այլ մասնաշենքում են ապրում, որտեղ մեր մուտքն արգելված է։ Նրանցից մի քանիսի հետ զրուցել ենք դատապարտյալների շենքում։ Այս կանանցից ոչ բոլորն են կարողանում դատապարտյալների մասնաշենքում գործող դպրոցում դասերի նստել։ Գայանեն այդ բացառիկներից էր։ Այս մեր համակարգչային դասասենյակն է։ Այստեղ մենք սովորում ենք ինֆորմատիկա, այս վերջում սովորել էինք հելունով պայուսակներ գործել, հետո քարերով էինք պայուսակներ պատրաստում, մարգարիտի քարերով, ուլունքներով։ Օրենքի պահանջն է, կալանավորվածները պետք է մեկուսացվեն խցերում, որ չխոչընդոտեն նախաքննությանը։ Իսկ դատապարտյալները, որոնք արդեն հստակ հոդվածով են անցնում ու պարզ է նրանց պատժաչափը, կարող են ավելի ազատ ռեժիմով ապրել կացարաններում։ Դատապարտյալները նաև դասերին անարգել մասնակցելու եւ գաղութում աշխատելու հնարավորություն ունեն, կալանավորվածները ոչ։ Կավելացնեի ինչ որ արհեստ, որ աղջիկները թե կալանավորնա, կավելացնեի, որ կալանավորված անձերն էլ կարողանային գային։ Ոչ թե միայն դատապարտյալները, որովհետև իրանց էլ պետք է զբաղվածությունը ապահովի։ Որպես կալանավոր կավելացնեի խոսքի դասընթացներ, չկա այնպիսի հնարավորություններ կալանավորված անձանց համար։ Իրավական նախաձեռնությունների կենտրոն հասարակական կազմակերպությունը վերջերս Աբովյան քրեակատարողական հիմնարկի 16 կանանց հետ սոցիալական մի ծրագրի շրջանակներում հավաքել է նրանց գրավոր պատմություններն ու հրապարակել։ Հասարակական կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանն ասում է, այդ 16 կանանցից միայն 3-ն էին դատապարտված, մնացած 13-ը կալանավորվածներ էին։ Ասում է, իրենց պատմել են, որ բանտից դուրս եկած կանայք հասարակությունում ոչ միանշանակ են ընկալվում, բանտում նույնպես։ Կինը հերիք չէ, մի հատ էլ հանցագործություն է կատարել եւ դրանով պայմանավորված ավելի խորանում են կանանց վերաբերյալ ընկալումները եւ նրանք ընդհանրապես սոցիալական մեկուսացման փաստի առջև են կանգնում։ Դատապարտյալները օրվա ընթացքում միայն 1 ժամ ունեն զբոսանքի համար, բայց զբոսաբակը նույնպես սահմաններ ունի։ 4 պատ երկինքն իհարկե երևում է, բայց ճաղերի արանքից։ Դե ճաղավանդակ այդ բնականաբար չէր կարող առանց դրա լինել։ Դիմադրության ձայներ կոչվող գրքում բանտում գտնվող կանայք նաև պատմել են, որ հրաժարվում են այդ 1 ժամվա զբոսանքից։ Մի օր էլ ասացին գնում ենք զբոսանքի, ուրախացա, բայց որ չտեսա 4 պատա, վերևը ռեշոտ կա, մի հատ էլ վրա դուռը փակում են։ Մտածում էի ստեղից ոնց դուրս գամ, ոնց որ գերի ընկած լինեի։ Զբոսանքը 1 ժամ է, ես դուրս չեմ գալիս զբոսանքի, ես այստեղից դուրս գալու օրերն եմ հաշվում։ Որովհետև զբոսաբակի պայմանները որպես այդպեսին ավելի վատն են, քան իրենց խցի պայմանները եւ նշում են, որ մենք այդ զբոսանքը կարող ենք անել խցում եւ եթե մենք զբոսաբակ պիտի գնանք մաքուր օդ շնչելու համար, այդ մաքուր օդը կարող ենք շնչել խցի պատուհանը բացելու միջոցով։ Գրքում կանայք խոսել են նաև, թե հատկապես առաջին օրերին ինչ են տեսել ու զգացել։ Գնացել էի քրոջս հետ տեսակցության, 2 անգամ շորերս հանել են տվել, համ իմ շորերը, որ երևի այստեղից ինչ-որ բան չտանեմ, համ իր, որ երևի ինչ-որ բան չտա ինձ։ Տհաճ է, սարսափելի տհաճ է, մանավանդ երբ ասում են ներքնաշորը թանի պպզի։ 6 օր կարանտինում եմ եղել, մինչ էդ էլ ձերբակալվածների պահման վայրում էի։ Վայ, այնտեղ ավելի ահավոր էր։ Ինձ 7-8 օր պահել են, ահավորություն էր։ Լողանալու տեղ չկար։ Դուռը պիտի խփեի, որ ինձ տանեին զուգարան։ Ազատության հետ զրուցած կալանավորված կանայք բանտում սկսել են անգամ անձրևը կարոտել։ Լիարժեք մարդ չես զգում քեզ ստեղ։ Մենք ստեղ կարոտում ենք անձրևի հոտը։ Մենք կարոտում ենք պատշգամբում մեկ գավաթ սուրճ խմելը։ Մենք կարոտում ենք այնց բաներ, որ դրսում մենք դա չէինք արժեքավորում։ Երբ որ դու հայտնվում ես 4 պատի մեջ, դու նոր սկսում ես արժեքավորել։ Երեկոյան զբոսնելը քաղաքում։ Շատ բաներ կա, որը որ կարող է
սովորական մարդու համար, ով ազատության մեջ է, նա չի նկատում այդ ամեն ինչը։ Հայաստանի բանտերում ավելի շատ կալանավոր կա, քան դատապարտյալ։ Պաշտոնական վիճակագրությամբ նախորդ տարի բանտում հայտնված 2686 մարդկանցից կեսից ավելին կալանավորվածներ են եղել։ Պատկերը նույնն է եղել նաև նախորդող 2 տարիներին։ Իրավապաշտպան Զարուհի Հովանիսյանն ասում է, ստացվում է այնպես, որ մարդկանց մեղքը դեռ ապացուցված չէ, բայց նրանք զրկված են ազատությունից։ Հիշեցնում է, քրեական դատավարության օրենսգիրքը 2021 թվականից այլընտրանքային պատիժներ կիրառելու լայն հնարավորություններ է տվել դատարաններին, օրինակ տնային կալանք, վարչական հսկողություն, բացակայելու արգելք եւ այլն։ Ու չնայած այս հնարավորություններին, ըստ իրավապաշտպանի, դատարանները շարունակում են գերադասել մարդուն բանտ ուղարկել, ծանրաբեռնելով ոչ միայն բանտերը, այլև դատարանները։ Քննչական գործողությունների տեսանկյունից շատ ավելի հարմար է, երբ անձը կալանքի տակ է եւ քննիչները շատ հանգիստ, հասանելի գնում են քրեակատարական հիմնարկ, կարողանում են իրականացնել ավելի արագ քննություն եւ իրենց համար շատ ավելի ձեռնտու է տալ դատարաններին կալանքը որպես խափանման միջոց կիրառելու հնարավորությունը։ Եվ դատարանները շատ ավելի աչալուրջ պետք է լինեն, ոչ թե ելնեն քննչական մարմինը ինչ է պահանջում եւ դակեն այդ պահանջը, այլ ելնեն այն հանգամանքներից, թե անձի հետ կապված ինչ առանձնահատկություններ կան։ Նախ կալանքը պետք է կիրառվի հուժ անհրաժեշտության պարագայում։ Աբովյան քրեակատարողական հիմնարկում վերջին տարիներին կանանց թիվն ավելացել է 31-ով, 41-ից հասել է 72-ի։ Ու կրկին ճնշող մեծամասնությունը դեռ սպասում է դատարանի վճռին, այսինքն կալանավորվածներ են։ Մեծ հետ զրույցում դատապարտյալ կանայք ասում են, վերջին տարիներին քրեակատարողական հիմնարկը վերանորոգվել է, Skype-ով ընտանիքի անդամների հետ խոսելու հնարավորություն ունեն, մոր եւ մանկան սենյակներ կան, միջանցքում կա հեռախոս, որով կարող են դժգոհությունները պատմել ՄԻՊ-ին ու համապատասխան մյուս կառույցներին, կա դպրոց, որտեղ կարող են սովորել ու ավարտել, եթե կրթությունը կիսատ են թողել։ Սնունդն էլ վատը չէ, բայց դե բանտ է, տուն ենք ուզում։ Ասում են նրանք, որոնցից շատերն ընդունում են, օրենք են խախտել։ Իսկ կալանավորված կանայք ամեն օր սպասում են, գուցե դատարանն իրենց տուն ուղարկելու որոշում կայացնի։ Ես մենակ ընտանիքս եմ ուզում։ Սպասում են, քանի տարի, քանի օր, քանի ամիս, իրենք էլ չգիտեն։ Դատարանները ծանրաբեռնված են։